Նիկոլ Փաշինյանին միացած և ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հրաժարականը պահանջող եպիսկոպոսները չեն մասնակցելու արտերկրում գումարված եպիսկոպոսատ ժողովին։ Նրանք հայտարարությամբ նաև կոչ են արել մյուս եպիսկոպոսներին միանալ իրենց և չեղարկել այն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ եպիսկոպոսատ ժողովը կայանալու է փետրվարի 16-ից 19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում։ Կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները հայտարարել են, թե այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանի որ այն ընտրվել էր 2017-ին 4 տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021-ին։ Նրանք պնդում են, որ դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են կաթողիկոսի կամայականությամբ, ուստի Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։ Հիշեցնեմ, հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարել էին Հայ Առաքելական եկեղեցու այսպես կոչված բարենորոգման մեկնարկի մասին ու հրապարակել իրենց ճանապարհային քարտեզը։